Ձերանուն ազգանունը Ժողովի հարցնա Փետրվարի Ձերանուն ազգանունը կասեք Հովանիսյան Ջեմա Տուժող իմ հարցնա Գինոսյան Անահիտ Փետրվարի 5-ին քարտը արգելափակվել էր Զանգ տվել բանկից ասել են 3 անգամ վարկ վերցնելու դեպքում ծրագիրը ավտոմատ բլոկավորում է Հարցնում է ինչ on-line վարկի մասին է խոսքը, ասում է մոտեցեք կբացատրենք Նույն րոպեին մոտենում ենք բանկ, IT բանկ Հարցնում ենք, ասում են, դե գիտեք ինչ, կիբերհանցագործություն է տեղի ունեցել, կարող եք դիմել ոստիկանություն Մենք անմիջապես դիմել ենք ոստիկանություն, հետո դիմել ենք կիբերհանձագործության բաժին, կիբերհանձագործության բաժինից հետո դիմել ենք հաշտարարին, քննիչն է կազմել գործը ու ոչ մի արդյունք։ Մեզ ֆինանսական հաշտարարը ուղղորդում է, ասում է կարող եք գնալ այդ տվյալ անձի տուն, որովհետև իր հաշվի համարով, անուն ազգանունով ամեն ինչ կա։ Կարող եք գնալ իր տուն, խնդրել, որպեսզի գա գումարը մուծի։ Այդ ո՞ր մի հանցագործը, այդ ո՞ր մի գողը կբերի գումարը պետք կտա։ Հայտնել եք այդ հասը։ Բոլորն էլ տեղյակ են, քննչականն էլ է տեղյակ, կիբերհանձագործության բաժին գործը հարուցված է։ Ներողությունից ձեր հարցը ինչ էր, հղում է բացել, ինչ է լրացել։ Հետո ինքը հիշել է, որ ամսի 2-ին իր Facebook-ում լինք է բացվել, ինքը տեղադրել է իր տվյալները, բայց նման դեպքը շատ է պատահել, որ ինքը օգտվելիս լինքը լրացրել է։ Ձերծարությունների զոհ, բայց չի դարձել։ Չէ, գովազ չի եղել, իր քարտը բացվելու ինչ-որ լինք է եղել։ Ինքը շարունակում եք վճարել, դա Չէ, մենք չենք պատրաստվում վճարել, ընդհանուր այդ գումարը 1,348,000 դրամ է։ Բանկը, այո, բանկը ասում է որպես բարի կամքի դրսևորում, մենք տոկոսը կիչեցնենք 12% եւ 60 ամսում բերեք մուծեք, բայց ինչի համար մուծենք, եթե մենք չենք վերցրել այդ գումարը։ Ով Իրանք պատասխանում են, որ դուք պետք է անեք։ Քննիչին զանգում ենք, հարցնում ենք, ասում ենք, ինչ կա գործից, ասում են, դե գիտեք ինչ, ասում են, մենք իրան բերել ենք, հարցաքննել ենք, խորհուրդ կտամ կամաց վճարեք այդ գումարը։ Ում են բերել հարցակը։ Այդ ում հաշվի համարին, որ անցել է։ 21 տարեկան տղա է ինքը։ Այս պահին կալանավորված է։ Ոչ, հարցաքննել են ու ազատ են արձակել։ Քննիչը մեզ ոչ մի տվյալներ էլ չի տալիս։ Մենք ում հարցնում ենք, ասում են դուք կամաց խորհուրդ կտանք վճարեք այդ գումարը։ Բայց ինչի համար վճարենք, քանի որ մենք այդ գումարը ձեռք չենք տվել, չենք շոշափել։ Մենք չենք վերցրել այդ գումարը։ շնորհակալություն։ Առավոտը ուր է։ Ներողություն եմ։ Արսեն